Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ինչու մեծ դահլիճը չի տրամադրվում, ինչպես եք բացատրում։ Իրանց քմահաճույքով են շարժվում։ Իրանց ուղղակի քմահաճույք, ես ասում եմ, նախ տենց եղել է, մենք եկել ենք 60 հոգի ծնողով ու մեծ դահլիճը տրամադրվել է, քանի որ այն վաղ այդ լսումները կազմակերպել էին իրանք։ Այսինքն Անդրանիկ Քոչարյան, Ալեն Սիմոնյան, այդ ոնց է լավ, էլ 60 ծնողով եկել ենք, 4-5 հոգին տեղ չէր անում դահլիճում, օթյակում էին նստել, իսկ հիմա 191 հոգու ցուցակ է ներկայացվել։ Ինչ 70 հոգանոց դահլիճ, 100 հոգուց ավելը մենակ ծնողա, այդ որ ծնողին ասես մտի, որին ասես մի մտի, չես էլ կարա ասես մի մտի, այդ մարդը գալիս է իր հարցի շուրջ, իր խնդրի շուրջ, այսօր ասենք էդի վերցնել այտենց իրանց խմի, ես քիչ առաջ ասեցի, կարամ ձեր լրատվականով էլ ասեմ, հորդորում եմ իրանց, ուղղակի հորդոր եմ անում, թող իրանց կարծիքը որոշում փոխեն ու վաղը մինչև 11-ը որոշեն, որ իրանք իրանց որոշումը փոխել են, մեծ դահլիճը տրամադրում են, չէ, թող հետո չասեն են Սավսի Դավիթի մեջ ոնց ասում, հետո չասեք, թե մենք քնած Դավիթ գողգող եկավ գնաց, հետո թե ինչ կլինի, դա արդեն վաղը ցույց կտա, հետո թող մեզնից հետո չնեղանան, ժողովուրդը չնեղանան, չվիրավորվեն, չբոստանան, չասեն ճիշտ անհարմարությունն է, ժողովուրդ ջան, կրկնում եմ, ասում եմ, խնդրում եմ բոլորիդ ներողամտությունը, եթե վաղը ձեզի մի քիչ անհարմարություններ պատճառվի, ըմբռնումով մոտեցեք հարցին, քանի որ մենք այս խնդրի վերաբերյալ, որը որ այսօր ամբողջ ազգին հետաքրքրում է, իրանք սենց դիրքորոշում են բռնել, հերիք չեն ուզում այդ ամեն ինչը հրապարակեն, հələ մի հատ սենց արհեստական բաներ են, խոչընդոտներ են ուզում ստեղծեն, չի անցնելու էդի։ Պարոն Ղուկասյան, մենք հիշում ենք, դուք տարբեր ակցիաներ եք իրականացրել, ընդ որում նաև փողոց եք փակել, հիմա վաղը, եթե դահլիճը չտրամադրվում։ Չի բացառվում, ես հիմա չեմ ասում, ոչ մի բան վաղը ես ինչ եմ անելու։ Վաղը կարող է ես ինքնահարկիզման ակցիա եմ անում, խի հիմա պետք է ասեմ, օրինակ եմ ասում, կարող է շոշ եմ փակում, կարող է նստացույց եմ հայտարարում անժամկետ, տարբեր միջոցներ կա, ցավները տանեմ, անես չէ էլի, որ մենակ փողոց փակելն է, փողոց փակել հետի մեր համար այսօր ամենա, այ հիմա այսքանով քանի հոգի ենք, 10 հոգի, ուզում ենք 3 վայրկյան ենք, դες փողոց փակեմ։ Այսինքն ձեր պահանջը մնում է անփոփոխ, դուք պահանջում եք ազգային ժողովի մեծ դահլիճ։ Միանշանակ մենք չենք էլ ուրիշ տարբերակ չկա, ցավը տանեմ, բայց 191 հոգին, ասում եմ 60 հոգով ենք եկել դահլիճում տեղ չի եղել, այսինքն հրավիրված նախարար, փոխնախարար, այն մի թևը, չգիտեմ, ֆլան, ֆստան, այս մի թև, հիմա առավել եւս վաղվա լսումներում լինելու են նաեւ պատգամավորներ, տարբեր ֆրակցիաներից եւ այլ, լիքը մարդ է լինելու, որից ասում եմ 100-ից ավել մենակ ծնող է գալու, զոհված եւ անհետ կորածների ծնողներ։ Ով կարա այդ մարդկանց ասի դու մտի, դու մի մտի, կամ ոնց են պատկերացնում, այդ հələ 99 մի չնայած չեմ կարա նրանց ոնց, ես ծնողների անունից խոսեմ, էլի։ Ոնց կարան իրանք այս ծնողների այդ 100 հոգուն տեղավորեն 70 ու իրար շալակեն նստելու։ Կամ ինչի համար։ Բայց կարող են, չէ՞, նաև մտածել, եթե սքավոր մայրերին երրաբլուրից իշխանությունների հրահանգով քաշ էին տալիս, ապա կարող ենք տրամաբանորեն մտածել, որ կարող են նաև մերժել այդ 100 ծնողների ներկայությունը ազգային ժողովում։ Հնարավոր է նաև մերժեն, բայց այդ եմ ասում, ես իրանց հորդորում եմ ուղղակի, որ վաղը չունենան ավելնորդ խնդիրներ, խնդիրներ եւ այլ, ես իրանց հորդորում եմ, թող իրանք կարծիքը, թող իրանց որոշումը հրատապ կարգով փոխեն, Տիկին Թովմասյանին թող փոխանցեն, ասեն մենք որոշում ենք, փոխել ենք, մեզ դահլիճը տրամադրում ենք, Տիկին Թովմասյանն էլ մեզ։ Հնարավոր է չբացառեք Ալեն Սիմոնյանի եւ Անդրանիկ Քոչարյանի մասնակցությունը ու դրա ընթացքում արդեն դրանից ելնելով դահլիճը տրամադրում։ Այսինքն ոնց չբացառենք մասնակցությունը ինչ է նշանակում, չհասկացա հարցը։ Ասացին բացության մեջ է ընդհանրապես մասնակցել այդ քննարկմանը, Քոչարյան Անդրանիկ պարտականությունն է, չէ՞ դա մասնակցել։ Որ իրենց ներկայությունը չցանկանում տեսնել դահլիճում։ Բայց ով է նման բան ասել, մենք նման բան չենք ասել։ Անդրանիկ Քոչարյանը չմասնակցի։ Ինչի՞ պետք է չմասնակցի, բա ով պետք է պատասխանի մեր հարցին։ Ո՞վ կարա չմ։ Ալեն Սիմոնյանը խի պետք է չմասնակցի։ Այդ գաղտնիությունը ով է դրել, ես։ Կամ իրանք են դրել, բա իրանք պետք է դրա պատասխանը տան։ Ինչ հիմքով եմ
Ինչ հիմքով են էդի դրե լիքը հարցեր կա էլի ուղղակի հիմա ոնց որ ասած չեմ ուզում շատ ընդհարցակվեմ հարցաշարի մեջ, բայց իրեն շատ հարցեր կա տալու, իրանք հետո պատրաստվում են, որ այդ պատասխանները պետք է վաղը տան։